Բարի օր, սիրելի հայրենակիցներ, ազգային ժողովրդավարական բևեռը այսօր իրազեկման եւ քարոզարշավ է սկսում Արարատ մարզում, նախապես արդեն հայտարարվել էր, հայտարարությունը տեղադրված էր նաեւ ազգային ժողովրդավարական բևեռի պաշտոնական էջում։ Մենք այժմ Մասիստ քաղաքում ենք, մի փոքր սպասեցինք մինչև անձրևը կտրվեր եւ արդեն փողոցներում կարողանանք մեր իրազեկման աշխատանքը իրականացնել։ Մենք լինելու ենք Արարատ քաղաքում, այս պահին Մասիստ քաղաքում ենք, լինելու ենք Վեդիում, այնպես որ տեղեկացրեք ձեր բարեկամներին, այն մարդկանց, ովքեր ապրում են այս քաղաքներում, Մասիսում, Արարատում, Վեդիում, ինչ որ անուն միգուցե մոռացա, Հայկուհի, հա? Նախ ողջունի, Հայկուհի ջան, մեր դիտողներին։ Արարատում ենք լինելու Վեդիում։ Արտաշատ ու Ահա, Արտաշատն էի մոռացել ես, Արտաշատ քաղաքում։ Տեսնում եք ես մի փոքր բարձր պահեմ։ Մեր աջակիցների հետ միասին, մեր խմբով հիմա Մասիստ քաղաքում ենք։ Խնդրում եմ անպայման լայքել, գրել մեկնաբանություններ, տարածել այս տեսանյութը, որպեսզի մեր հայրենակիցները տեղեկանան, որ այսօր ազգային ժողովրդավարական բևեռը Արարատի մարզում է իրականացնում քարոզարշավը։ Եվս մեկ անգամ կրկնեմ, որ մենք այս պահին գտնվում ենք Մասիստ քաղաքում, լինելու ենք Արտաշատում, Արարատում, Վեդիում, եկել ենք մեր հայրենակիցներին, ովքեր բնակվում են Արարատ քաղաքում, Արարատի մարզում, տեղեկացնել այն մասին, որ թե ինչ է սպասվում մեզ, եթե մենք թույլ տանք դավաճան Նիկոլի վերարտադրությունը, մանավանդ Արարատի մարզը ուղիղ նշանառության տակ է թշնամու կողմից, հաշվի առնելով, որ Տիգրանաշենը Արարատի մարզում է, կարծում եմ Արարատի մեր հայրենակիցները շատ պետք է դրան ուշադրություն դարձնեն։ Հայկուհի, ունես ինչ-որ բան ասելու մեզ դիտողներին։ Հուսամ կամփոփենք, արդեն ամփոփման ժամանակ ավելի շատասերիկ կլինի։ Այժմ մենք պետք է լիարժեք հնարավորության սահմաններում իրազեկենք ժողովրդին, թե ինչու պետք է ընտրել 8 համար։ Եթե ուզում են, որպեսի իրենց ձայնը խորհրդարանում ունենան, հայ ժողովուրդ ունենա իր ազգային ձայնը, ապա պետք է ընտրել 8 համարին, ով ունի հստակ ճանապարհային քարտեզ, ով ունի մշակված ծրագրեր, որոնք կտան այսօրվա բոլոր խնդիրների լուծման բանալիները։ Լավ, Հայկուհի ջան, սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին մենք իրավունք չունենք նստելու տանը, որովհետև սա պարզապես ընտրություն չէ, կարևոր պրոցես է, քաղաքական պրոցես, որով մենք մեր ապագան ենք կերտելու եւ ամեն անգամ ուղիղ եթերում ես հիշեցնում եմ, հիմա էլ եմ հիշեցնում, նրանք, ովքեր ապրում են, գրանցված են մեկ այլ վայրում, բայց ապրում են մեկ ուրիշ վայրում, որևէ խնդիր չկա ընտրությանը մասնակցելու առումով։ Դուք որտեղ որ բնակվում եք, գնում եք այդտեղի տվյալ քաղաքի, տվյալ գյուղի, տվյալ բնակավայրի անձնագրային բաժին, ձեզ տրամադրում են դիմում, դուք պահանջում եք դիմում, որպեսզի լրացնեք այն տեղամասը, որտեղ դուք գնալու եք մասնակցելու ընտրության։ Եվ դրանից հետո ունենալով ձեր ձեռքում արդեն ուրեմն դա փաստաթուղթ, որ դուք կարող եք այդ տվյալ ընտրատեղամասում մասնակցել ընտրության, գնում եք եւ մասնակցում եք ընտրության։ Այնպես որ
դա ընդամենը տեխնիկական հարց է, չեք ալարում, սիրելի հայրենակից, չես ալարում, մինչև մայիսի 26-ը, քո բնակավայրի անձնագրային բաժին ես մոտենում, դիմում ես լրացնում, որտեղ նշում ես այն տեղամասային բաժինը, որտեղ դու պետք է գնաս մասնակցելու ընտրության եւ վերջ այդ հարցը լուծվում է, որևէ խնդիր չկա, որևէ ինչ-որ ծանրացնել պետք չի, պարզապես պետք է տանից դուրս գալ, մինչև մայիսի 26-ը գնալ դիմումը լրացնել եւ ունենալ թույլատվություն, այնպես որ սիրելի հայրենակից, սիրելի հայ մարդ չենք նստում տանը, մենք իրավունք չունենք պարզապես անգործության մատնվելու, քիչ է մնացել մինչև հունիսի 7-ը, ընտրում ենք 8-ը, վստահության կվեն տալիս ենք 8-ին, տարածում ենք տեսանյութը, որպեսզի մարդիկ տեսնեն, որ մենք այժմ Արարատի մարզում ենք եւ ձեր բարեկամներին, հարազատներին, բոլորին հորդորում ենք, որ ազգային ժողովրդավարական բևեռը, ազգային ուժը պետք է լինի ազգային ժողովում։ Այնպես որ քո վստահության քվեն համար 8-ին, քո վստահության քվեն ազգայինին, ազգային ժողովրդավարական բևեռ քվեաթերթիկ համար 8 համար ռազմագերիների վերադարձի համար 8 համար Հայաստանի հզորացման համար 8 համար մեր ինքնիշխանության համար 8 համար կայուն եւ երաշխավորված խաղաղության համար սիրելի քաղաքացիներ այսօր շատ է խոսվում խաղաղությունից մենք կողմ ենք խաղաղությանը բայց խաղաղությունը կարող է երաշխավորված եւ երկարատև լինել, եթե այն հիմնված է ռազմական եւ տնտեսական հավասարակշռության մեխանիզմների վրա։ Մի անտիիշխանությունից կապված խաղաղություն չի լինում։ Խաղաղություն չի լինում նաեւ թշնամական երկրի ղեկավարի չմահաճույքի։ Խաղաղությունը կարող է երաշխավորված լինել, եթե մենք տնտեսապես եւ ռազմական առումով բալանս ունենանք մեր հարևան երկրների հետ։ Մենք դες երաշխավորում ենք Հայաստանի տնտեսության կայացում, զարգացում եւ հզորացում, ինչպես նաեւ անսպանակ պաշտպանական մոդելի շնորհիվ կայուն եւ երաշխավորված խաղաղություն։ Մեր զինվորները, մեր երիտասարդ երեխաները պետք է առաջնագծից ետ քաշվեն։ Չպետք է տրամադրում կենթանի պաշտպանություն լինի մարդկային ուժի զինվորի շնորհիվ պաշտպանությունը լինելու է բարձր տեխնոլոգիական եւ ժամանակակից ռազմական պաշտպանական մեթոդներով։ Մեր զինվորները հատուկ պաշտպանված ապահով տարածքում իրենց հրամանատար սպայերի հետ մասնակցելու են մեր պաշտպանության կառավարմանը, այլևս կենթանի պատնեշ չեն լինելու խրամատում։ Մենք ձեզ երաշխավորում ենք, քանի որ ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամներ Շիրակ Սեֆիրյանը եւ Վարուժան Ավետիսյանը տարիների վեր ազգանակ մոդելից խոսում են, նրանք են հեղինակել ազգանակ հայեցակարգը եւ այդ ամենը մենք պատկերացնում ենք եւ իզորու ենք կազմակերպել։ Կարևորեք ձեր ընտրելու իրավունքը, կարևորեք լուրջ եւ կշռադատված Գնացինք այդտեղ առաջ են գնում։ Վահակ, խոսակ ունեկալ, թեմա յամար։ Դուք ասեք ինչ հարցերում եք, սիրով պատասխան եք ձեր Հարցը ասեցի բրծա։ շատ լավ։ Ինչն է ձեզ ավելի հետաքրքրում։ Հետաքրքրում է, որ գերիները գանցնեն։ Այո, միանշանակ պետք է հայ ռազմագերիները առաջնահերթ վերադառնան։ Ես թողստե փողոցը կայնի, թող գերիները գան, մեր զինվորները, մեր ժողովուրդը լավ ապրի, մի քիչ մեր կա։ Իսկ դուք չեք կարծում, եթե մենք հանդուրժեցինք Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, մեր գերիները չեն գա եւ բացի դրանից Կգան, ինչի չեն գա։ կարծում եք կգան։ Դուք 2021-20 թվականին երաշխավորում եք, որ կգա։ մենք երաշխավորում ենք, որ
Մենք խոսում ենք, կարծում եմ որևէ Որովհետև տեսեք, մեզ ընտրելու եք դուք, իսկ Նիկոլ Փաշինյանին ընդունում են Էրդողանը, իրանց արտաքին գործերի նախարար Ֆիդանը, Ալիևը, այսինքն ինքը կատարելու է նրանց կմահաճույքը, իսկ մենք կատարելու ենք ձեր պատվերները, ձեր նպատակները, հայ ժողովուրդ ջան։ Տեսեք Ալիևը, Էրդողանը ասում են, որ իրանց համար ընդունելի տեխնացիա Նիկոլը, իսկ Ալիևն ու Էրդողանը մեր գերիներին ետ վերադարձնելու ցանկություն չունեն։ Իրենք միշտ կպահեն իրանց մոտ, որպես սակարկելու, առևտուր անելու գործոն։ Եվ եթե ընտրվի ազգային ուժ, ի տարբերություն թուրքահպատակ ուժի, այդ ժամանակ ազգային ուժը կարա Ադրբեջանի հետ անզիջում եւ անքննարկելի պայման առաջադրի օր առաջ, թեկուզ նոյեմբերի 9-ին ստորագրած կետերի կատարումը, որով նախատեսված է գերիների անհապաղ վերադարձ, որը 5 տարի չի արել Նիկոլը, եւ նոր խաղաղության կամ սահմանազատման հարցերի քննարկում։ Այո, գերիներին բերենք, նոր խաղաղության մասին խոսք։ Մի հատ հարց կարելի է 44 օրյա պատերազմին բոլորը կհավաքվեին Նիկոլի կողքը, պատերազմը կգրենք, գանք ասեն Նիկոլ Լեշիրը հավաքի։ Ճիշտ եք ասում, Նիկոլ Լեշիրը հավաքի։ Բայց եթե Նիկոլը ինքը ասում է գնացել, հավաքվել են, բայց Նիկոլը դեսուս պատասխանեմ հարցի։ Ուրեմն սուս պատասխան։ Դավիթ Տոնոյանը, Նիկոլի նախարար, զանգելա, հարցրելա։ Թուրքական ինքնաթիռը մտելա մեր երկրի տարած, խոսենք թե չէ։ Հիմա ի՞նչ կապ ունի բոլոր հայությունը հավաքվում է թե չէ, եթե պաշտպանության նախարարը ենթարկվում է օտար երկրի հրամանին։ Ուրեմն տես դուք պնդում ես, ես ապացուցում եմ, ինչ արել։ Կանաչին եք ծախան, վաղը էլի նույն կանաչին եք Հետո, ծախան։ մենակ կանաչու մասին մտածենք, հա։ Մենակ կանաչու մասին։ Իմ ապների համար եմ դասում, շատ է երրաբնուրը կորած, որ երրաբնուրը մեր կեսել անետ կորած է։ Եթե Նիկոլը մնաց երրաբանելու Սիրելի հայրենակիցներ, մենք ներկայացնում ենք ազգային ժողովրդավարական բևեռը։ Ազգային ժողովրդավարական բևեռը հանդես է գալիս 8 համարի ներքո։ 8 համար Հայաստանի Մենք եթերում ենք, սիրելի հայրենակիցներ, եւ հնարավոր է, որ այսպես կարծիքների բախումը նորմալ է, բայց նաեւ մենք բացատրում ենք, ասում ենք եւ սա նաեւ մեզ դիտողների համար է, որ տեսնեմ, որ այնպես չի, որ մենք ընթացքում մեր հայրենակիցների հետ չենք զրուցում, չենք խոսում այն խնդիրների մասին, ինչպես նաև լսում ենք իրենց կարծիքները։ Ամեն կերպ բոլորս մեր տեղում ակտիվ իրազեկում պետք է անենք, քարոզչություն պետք է անենք, որ թշնամի Նիկոլի վերարտադրություն պետք է չլինի։ Մարդիկ խոսում են եռաբլուրի մասին, եռաբլուրը եռապատկվելու է, եթե մնաց թշնամի Նիկոլը։ Սիրելի ազգակիցներ, մենք ներկայացնում ենք ազգային ժողովրդավարական բևեռը 8-րդ թվյաթերթից։ Մասնակցեք այս ընտրություններին, կարևորեք ձեր ընտրելու իրավունքը եւ կատարեք որակյալ ընտրություն։ 7 տարուց ավել է այս իշխանությունները բոլորության ստի ու կեղծիքի մեջ են պահում մեր ժողովրդին։ Ներկայումս այս օրերին նույնպես կեղծ քարոզ է տարվում, թե իբրև հայ ազգը չի հավաքվել 44 օրյա պատերազմի եւ չի ուզեցել մասնակցի Արցախի ու մեր հայրենիքի պաշտպանությունը։ Սա լրտի սուտ է, հայ ազգը հավաքվել է եւ մի մարդու պես պատրաստ է եղել պաշտպանության հայրենիքի մասնակցելու։ Սակայն Հայաստանի իշխանությունը վարչապետի Երագույն գլխավոր հրամանատարի փոխտվությամբ 85% դատականատու սահմանի գիժը, որը դերակատարում է Երևանի հրամանատարության Մարդիկ պատուհաններից դուրս են գալիս, նայում են, լսում են։ Վերաբերյալ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը
եթե մեր հրամանները դավաճանական են եւ չեն բխում մեր շահերից։ Ուստի չտրվենք կեղծիքին ու ստին, հաջորդը միշտ պատրաստ է եղել եւ այսօր է պատրաստ է իր հայրենիքի պաշտպանությունը իրականացնել։ Սակայն հրամանատարները եւ գլխավոր իշխանությունը Երևանում պետք է լինեն ազգային, ոչ թե օտարահպատակ։ Ազգային ժողովրդավարական բևեռը ազգային ուժ է։ Մեր վարչապետի թեկնածու Վարուժան Ավետիսյանն է, ով այսօր բանտում է հենց նույն ապազգային ռեժիմի Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։ Վարուժան Ավետիսյանը եւ Սասնա ծռերը արձանվել են Սերժի ռեժիմի դեմ։ Ամեն ինչ արել են 2016 թվականին թույլ չտալու Արցախի հանձնումը։ Սիրելի հայրենակիցներ, հետո եկել է մի ռեժիմ 2018 թվականին որկարգված ձևով ավարտում եմ ուղիղ եթերը, հաջորդիվ հետևեք ազգային ժողովրդավարական բևեռի Facebook-յան էջին եւ կտեղեկանաք հաջորդիվ որ քաղաքում ենք մենք լինելու, ամեն քաղաքում ուղիղ եթերում եմ լինելու, այս պահին ավարտում եմ ուղիղ եթերը, անպայման տարածեք, գրեք մեկնաբանություններ, ձեր հարազատներին, բարեկամներին հորդորեք, որ ընտրեն համար 8 ազգային ժողովրդավարական բևեռ։ Հայաստանի հզոր